Բարլուս Հայաստան, Բարլուս Սիմհյանալի հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր մեծ մի հատ թեմա կլինի բազմակողմանի, որտեղ որ ես կանեմ քննադատումներ, մեղադրանքներ, վերլուծություններ, որտեղ որ դուք մնացածը ինքներդ կգրեք ինձ համաձայն եք իմ տեսանկյունի հետ, տեսակետի հետ, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-կան կառավարությունը, հանդիրպետությունը միշտ իրենք շաբլոնացված ձևի խոսում են, որ զինվոր չի մահանում սահմանում։ Միգուցե պատերազմ չկա առայժմս եւ զինվոր չի մահանում, բայց զինվոր իրոք մահանում է։ Տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ Ողբերգական դեպք Տավուշի մարզում։ Քաղաքացիները եւ փրկարարները Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմինը։ Հուլիսի 10-ին ժամը 14:50-ի սահմաններում մահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև կժամանային փրկարարները քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Սեյ մարմինը։ Շամշյանի տեղեկություններով ջրահեղձ եղած տղան Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագրային զինծառայող էր։ Խաղաղություն է Նիկոլի ասած, բայց զինվորները մեկ է մահանում են։ Ինչի համար, քանի որ չկա կարգ ու կանոն, չկա դիսցիպլինա բանակում եւ բանակը մատնված է անտերության։ Իսկ հիմա շատերը քիչ են սկսել խոսալ այն մասին, թե տղաները ոնց վառվեցին։ Մի սենսացիոն տեսահոլովակ եմ ես տեսել եւ որը ուզում եմ ներկայացնել դաժան տեսահոլովակ։ Հիմա տեսնենք, այնուհետև մեկնաբանեմ, խնդրենք։ Ազատ գյուղի զինվորական կացարանում հենց հրդեհի պահին արված այս ձայնագրությունը ինժեներասակրավորային Վաշտի օրապահի ահազանգն է Վաշտի հրամանատար Գոր Մարգարյանին, պնդում է զոհերի ծնողներից Գաբրիել Կիրակոսյանը։ Ըստ զոհերի ծնողների ձայնագրությունն արվել է ելքային զանգերը ավտոմատ ձայնագրող հեռախոսային ծրագրի միջոցով։ Լոռեցի Արամի հեռախոսով է օրապահ Ռադիկը զանգել Վաշտի հրամանատարին, հավանաբար օգնության կանչելու։ Տեսակ սիրելի բարեկամներ, ես որ ասում եմ անտերության է մատնված բանակը, դուք այդ սպայի պատասխանը տեսնում եք ինչ ա եղել, ով է պատասխանատուն, հայվան, երեխեքը վառվում են, եթե դուք չեք վառել, այդտեղ պետք է մի ասենց խուճապի ձայն լսվեր, խառնվածն է, ոչ թե տենց իմանամ ով է այդ հայվանը, ես քեսակ հետաքրքրվեմ, ես կգտնեմ դրան այդ պատասխանողին։ Այդ ժամանակ թողած չասեն Արտուր Ֆարմանյանը եւ կոմունիստները սպառնացին։ Կաշիտ քերթելու եմ։ Ես քեզ էդի խոսք եմ տալի, երեխեքին հնարավոր էր փրկել։ Այսպես խալատնի իրենց պահվածքի համար երեխեքին վառեցին։ Սիրելի բարեկամներ, մյուս հարցը ինչի մասին որ ուզում եմ խոսամ, շատերը գրում են ինձ, որ դե Նիկոլ Փաշինյանը երբ ասե որ նա երրորդ սռոք չի գնա, տես բան չի եղել, ընկեր Ֆարմանյան, դե ասենք այդ մարդը ոնց է եղել, որ ինքը տես բան ասած էլի ոնց կարող է ինքը գնա, ես հիշեցնեմ, որ ինքը ոչ թե միայն ստում է, նա ստում է երեսիդ նայելով։ Խնդրեմ, հիմա այս տեսա հոլովակ, տեսնենք։ Ես պաշտոնապես ասում եմ, Ժորժ ջան, բոլոր անձնական տվյալները ինչ որ միտեղ կուտակվում են։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք, ոչ մի գաղտնիք։ 21-րդ դարում դուք չունեք ոչ մի գաղտնիք։ Այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրա է, որ հորս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք Պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք։ Ես չեմ ասել հորս արև, ես ասեմ հոս արև։ Եվ կարծում եմ ընդհանրապես, որ որևէ մեկը չի կարող ուրեմն հավակնել երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնին։
A few moments later. Ես այդպեսի բան եմ ասել։ Այո, որտեղ եմ ասել։ Մի ժամանակ գիտեք, մի ժամանակ կար, որ ես 100% ճշգրտությամբ իմ արած բոլոր հայտարարությունները հիշում էի, բայց հետո մեկ-երկու դեպք եղավ, պարզվեց, որ այդքան լավ չի։ Դրա համար վստահ չեմ ասում։ Տեսակ ինքներդ, հա, ու ասում են, դե 2 տարի է եղել, դի որ սրոք չի։ Հիմա ինչ ենք ենթադրում, եթե հիմա Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին ընտրվեց, չընտրվեց, սարքեցին, որ ընտրվեց։ 28 թվականի մի հատ արտահայտ ընտրություններ անում, ասում այս 2 տարին հեչ, հա, նորից են գնում։ Հիմա էդ էլ իր մուրը, իր գլուխը։ Տեսնենք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը ուսման վերաբերյալ իրեն ուսանող տարիներին։ Դե գիտենք, որ ինքը չի ավարտել, բայց ամեն դեպքում ինչ որ մի քանի օր այցելել է համասարան, տեսնենք ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Համասարանում ես երբեք բացի գերազանցից ուրիշ գնահատական չեմ ստացել որևէ քննության։ Եղել են դեպքեր, որ ես պատրաստվել եմ, պատասխանել եմ, դա ինձ համար մոտիվացիա եղել նաև այդ վճարի համակարգը, որ դասախոսը ասել է, որ բան լավ ես պատրաստվել, լավ եմ նշանակում, ասել եմ չէ, ինձ գերազանցա պետք, ասել է չէ, չեմ կարող գերազանց նշանակեմ, ասեմ ավելի լավ է հիմա դիր անբավարար, որ ես վերաքննության հնարավորություն ունենամ, որովհետև ինձ պետք է մենակ գերազանց, կամ ոչ մի բան, կամ դիր բացակալ, կամ մի նշանակի, որևէ դեպ ինձ բացի գերազանցից ուրիշ բան պետք չի եւ այդ տրամաբանությամբ եմ։ Դա միայն ուսման վարձի հետ էր կապված, թե Հիմնականում ուսման վարձի։ Նիկոլ, հիմա հարց քեզ, այդ երեխեքը, որ այսօր ուսման վարձ չունեն, այդ ժամանակին ուղեղը լավ աշխատել է, չէ՞ որ ուսման համար վարձ պիտի մուծես, շատ հիանալի գերազանցիկ երեխեքի ծնողներ այդ հնարավորությունը չունեն։ Բայց այդ դասախոսներ, որ խեղդում են երեխեքին, ուլտիմատում են դնում, որ փողը չմուծես, քերասնենք, երեխեքը 3-րդ, 4-րդ կուրսից դուրս են մնում։ Այդ հարցին ինչի՞ չես անդրադառնում։ Թե ոնց որ սահմանադրական դատարանին եւ ընդհանուր դատական համակարգին ասում ես կոռումպացված են 8 տարի ժամանակ էր պետք որ հիշեիր, հիմա էլ պիտի 8 տարի լինես վարչապետ, որ այդ հարցին անդրադառնաս, ամեն մի հարցը Նիկոլ 8 տարի է տևում։ Զբաղվի, կարգադրություն տուր, թող երեխեքի հարցը լուծեն։ Մի հատ էլ երեխա ինձի գրեց, որ իրան ուսման վարձը չմուծելու համար դուրս են արել։ Սիրելի բարեկամներ, հասնում ենք ավելի թեժ թեմային։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում Եվրոպայի մասին եւ ինչ է ընդհանուր Եվրոպան մի կադրեր ցույց կտան, որպեսզի իմանաք, եւ դառը փորձ ունեցող վրացի մեր եղբայրները եւ իրենց վարչապետը ինձև է պահում իրեն։ Խնդրեմ, այս 3 տեսա հոլովակ։ Երբ մենք արդեն լիարժեք համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, այդ պարագայում մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ կընդունեն Եվրոպական միություն, ես սա ինչու եմ ընդգծում, որովհետև դա քաղաքական որոշման հարց է, Եվրոպական միությունը ինքը պետք է որոշումներ կայացնի, մենք դեռ չգիտենք, թե արդյոք Եվրոպական միությունը կարող է նաև որոշում կայացնել, որ չի ընդլայնվում այլևս որևէ պատճառով։ Բայց եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար։ Եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր, սրանից բխող բոլոր դրական արդյունքներով։ Штаты, катитесь как собачьим. Я говорю это на грузинском, но если вы не остановитесь, я скажу это вам в лицо, хоть на русском, хоть на английском. Кабахидзе сказал это Вашингтону в лицо и прилетел в Москву. Такого от грузинского премьера не ожидал даже Путин. Госдеп критиковал, Конгресс угрожал. Грузинский премьер выслушал всех и ответил, а потом сел в самолет. Послушайте внимательно. Вы говорите, Грузия должна выбрать правильную сторону. А я скажу вам, Грузия уже сделала выбор в пользу своего народа, не в пользу ваших инструкций. Вашингтон указывает нам, с кем торговать, кого уважать, какие
законы принимать. А я хочу спросить, вы вообще знаете, где находится Грузия? Знаете, что Россия наш сосед, с которым мы живем 1000 лет? Знаете, сколько грузинских семей зависят от торговли с Россией? Россия наш исторический партнер и сосед. А вы – страна за океаном, которая решила, что имеет право ставить нам оценки. Грузия не ваша колония. Грузия не школьник, которого оставили на 2-й год. Мы суверенное государство. И мы сами решаем, с кем нам дружить. Когда Вашингтон перестанет указывать другим, как жить, тогда поговорим. Ну и напоследок. Տեսակ ինչ ասում Նիկոլաս, որ կարող է չընդունեն, կարող է սահմանափակվեն, կարող է, այս մարդը միշտ ասում է կարող է, որ վաղասի ես ու երբ եմ տեսբան ասել, տեսբան եմ ասել, չեմ ասել։ Իսկ եթե դուք ուշադրություն դարձրեցիք, այս սա վարչապետը սա է, եւ այդ կոշտ պատասխանը Ամերիկայի Նիկոլ դուխ է պետք ունենալ, չգնաց Տրամպից սելֆի արեց, Նիկոլ Սիրելի բարեկամներ, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ որ խոսում է Եվրոպա խաղաղություն եւ այլն, Ալիևը, հասկանում եք, կա մանալոգ, այսինքն որ հրամանի կարգադրությամբ, կա դիալոգ։ Հիմա տեսեք ինչ է ասում Ալիևը մեր տարածքների վերաբերյալ։ Խնդրեմ տեսա հոլովակ։ Если говорить о прошлом годе, то одно из знаковых событий стало освобождение 4 сел Казахского района из-под армянской оккупации. И обращает на себя внимание, что это, если так можно выразиться, произошло в результате некого диалога между Ереваном и Баку. Более того, на том же участке удалось, и да, это было даже неожиданностью, в сжатые сроки достичь делимитации и демаркации определенного участка государственной границы. Я бы хотел узнать ваше мнение. Как вы считаете, что стало залогом успеха? Что позволило, какие факторы позволили достичь этого? Потому что у нас с Арменией, мягко говоря, очень такая непростая история взаимоотношений, и тут вдруг такая история. Я бы сказал, что это произошло в результате не диалога, а монолога. В феврале прошлого года на встрече с премьер-министром Армении в Мюнхене и был поставлен этот вопрос в виде монолога. И я рад, что нам не пришлось прибегать к другим методам для того, чтобы эти села вернуть. Думаю, что уроки последних 4 лет, хоть не полностью еще вызубрены армянской стороной, но принимаются во внимание. Սիրելի բարեկամներ, ինքներդ տեսակ, թե ոնց է ինքը ուղում լրագրողի, որ դիալոգ չի եղել, մանալոգ է եղել։ Հասկանում եք, այսինքն ասել եմ ինքը արել է։ Նիկոլես է խաղաղությունը։ Ասենց իրանք մոնոլոգ պիտի անեն դու նեսախ տարածները տաս։ Գործը բուրթ է, Նիկոլ, բուրթ է։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ վերջում մի քանի տեսահոլովակ տեղադրեմ եւ գիտեք ինչ մի հատ հումորային տեսահոլովակ, որը որ վերաբերվում է ԿՊԱ-կան կառավարությանը, այնուհետև կասեմ ինչ ենք նայելու։ Խնդրեմ։ Деша, я вам что хочу сказать. Беда нашей страны в том, что люди, которые должны принимать таблетки, принимают законы. Տեսար ինչ ասեց տատին ասեց Հայաստանի այսօրվա իրականությունը։ Դեղ ընդունելու տեղը սրանք օրենք են ընդունում։ Իսկ որպեսզի ինչպիսի լինի կառավարությունը, Նիկոլ Փաշինյան, միշտ հիշեք մեր մեծերին։ Ես գիտեմ, որ դու հայերին չես սիրում, դու հայ մեծերին չես սիրում, իրանց չես ուզում լսես, դու քեզ դրես խելացու տեղ։ Իսկ սիրելի բարեկամներ, եկեք մենք տեսնենք, թե ով պետքա կառավարի երկրի ղեկին, ով պետքա լինի Կարեն Սերոպիչ Դեմիրճյանի բառերով։ Խնդրեմ Կարեն Սերոպիչ, տեսնենք։ Պատահական մարդու դնում էին պատասխանատու պաշտոնների ելնելով մի սկզբունքից մեր թիմից է։ Ես ընդհանրապես այդ թիմ հասկացողությունը չեմ ընդունում, որովհետև տնտեսություն վարելը, քաղաքականությամբ զբաղվելը ֆուտբոլ խաղալ չի կամ բասկետբոլ խաղալ չի։ Դա լուրջ պատասխանատու գործ է։ Եվ ոչ մի ղեկավարը տրեներ չի, մարզիչ չի։ Ղեկավարը պետք է լինի ուղղություն տվող եւ գաղափարներ գեներացիանող մարդ, որը կարողանա իր սեփական տեսնելով իր սեփական վերլուծությունների հիման վրա ճիշտ ուղղել այս կամ այն գործը։ Պատահական մարդուն
որը կյանքում չի տեսել ոչ մի, բերում են դնում են նախարար։ Ավելին ասեմ, մեր դժբախտությունների այսօրվա տնտեսական այսպիսի ծանր վիճակի հիմքում ընկած է նաև այն, որ ցավոք սրտի նոր իշխանությունները մինչև օրս էլ չունեն տնտեսության զարգացման հստակ կոնցեպցիա։ Առավել ևս չունեն կոնցեպցիա հայացակետեր, համակարգ հայացքների արդյունաբերության զարգացման։ Նավը թողել են, գնացել է ալեկոծված ծովում գնում է։ Չկա ղեկավարը, իսկական ղեկավարը, ղեկվարող ուղղություն տվողը, ճիշտ ընտրություն կատարող ուղղությունների, որպեսզի պրոցեսները, գործընթացները գնան ճիշտ հունով։ Եթե մի մարդ կոնցեպցիա չունի որևէ գործ անելու եւ բեկորային է անում ամեն ինչ, այսօր ես հարցը լուծենք, մնացածը կտեսնենք, այդ մարդը երբևիցե հաջողության չի հասնի։ Իսկ կոնցեպցիա ունենալ, դա նշանակում է շատ լուրջ մտածված ծրագրային համալիր գործընթաց ապահովել։ Տեսանք, սիրելի բարեկամներ, ոչ ավելացնելու, ոչ պակասացնելու բան չկա։ Ինչ է նշանակում ուսում ստացած մարդը, կրթություն ստացած մարդը եւ պատրաստված ղեկավարը։ Իսկ հայրենասիրության թեմայով երկու մեր հիանալի հայերի տեսահոլովակը, ինչպես են նրանք սիրե հայրենիքը եւ ինչ գնահատական են տալի այն մարդկանց, որոնք դավաճանում են Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ազգին։ Թող այս մարդկանց լսեն Նիկոլա Պաշտմասան, մեր մասան սրա մասին անգիր գիտի։ Խնդրեմ, մեր Սև Հովազների Ռոստոմը եւ Արայիկ Խանդոյանը միայն գալը։ Ցավոք սրտի նրանք այսօր մեզ հետ չեն, մեր հերոսները։ Տեսնենք այս երկու տեսահոլովակը։ 1992 թվականի մայիսի 18-ին 21-ամյա Արայիկը իր ընկերների հետ ճեղքել էր Լաչինի միջանցքը եւ ցամաքային կապ հաստատել մայր հայրենիքի եւ Արցախի միջև։ Ու պայծառ ժպիտով բռունցքը վեր պարզած զենքը ուսին նայում էր աշխարհին։ Երջանիկ էր։ Իմ համար ամենաթանկը, ուրախությունը իմ էս երկիրն է, էս իմ փողջերն է, էս իմ գյուղի ամեն մի բնակիչն է, իմ ծաղկահովիտն է, իմ համար թանկը էս իմ ազգի երանի, իմ համար նյութական թանկարժեքություն չկա, իմ համար մարդկային արժեք։ Բայց ես կրկնում եմ, եթե կա որեցիմ իշխանություն, դա կլինին անցյալ, դա ներկա կամ ապագա կփորձի մի սանտիմետր հող տա, ինք ուրեմն թուրքի լրտեսա, ինք ազգի դավաճանա, ու ինքը պատասխանա տալու ազգին դրա համար։ Նորից եմ կրկնում, այստեղ պարկած տղաների արունով է գծած այդ սահմանը, ու որեցիմ մեկը փորձի տրորի կամ այդ թափած այրուն այսօր հանձնի հակառակորդին ինք ազգի դավաճանա։ Այսօր մենք պատրաստ ենք, կանգնած ենք, բանակի կողքին ենք, ձեր կողքին ենք, ուրեմն ձեռքներդ խփեք սեղանին ու ասեք չունենք տալու մենք։ Մենք ձեր կողքին ենք, իմացեք։ Տեսակ, սա է հայի տեսակը, իրական հայի տեսակը սա է։ Սիրելի բարեկամներ, իսկ մեր այս վերջերս մեզանից հեռացած Արտաշես Ալեքսանյանը այն մասային, ովքեր որ Նիկոլա Պաշտ են եւ ովքեր թասիբ նամուս չունեն, ովքեր իրենց կորցրել են եւ իրենց վաղուց հայ չեն զգում, Արտաշես Ալեքսանյանի ուղերձը դեպի իրենց, խնդրեմ։ Եմ կանգնեմ մասիկ գագաթին, թքեմ ես ձեր անիքն ասեմ ճակատին։ Սիրելի բարեկամներ, իսկ վերջում Արտուր Ֆարմանյանը, ձեր խոնար ծառան, ձեր եղբայրը, ուզում է ցույց տա մի երկու տեսահոլովակ կապված մեր կոմունիստական գաղափարախոսության հետ եւ իդեպ ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել է նորից երեխաներին ընդունել պիոներիա, կարմիր փողկապով, այո։ Связь не очень стабильная, здесь на Красной площади все глушится, но вот мы уже видим, что
большое количество пионеров уже приняты в пионеры, уже стоят с пионерскими галстуками. Вот такое торжественное мероприятие. Очень хорошее настроение у всех детей. Вот. Даже еще кто-то спит. Еще кто-то не проснулся даже. Почти всем. Будь готов. Даже товарищи из профсоюза таксистов помогли. Сегодня поучаствовали в принятии пионеров. Большое количество народа. Здесь и представители рабочего класса помогают, рабочих профсоюзных организаций. Вот опять товарищи таксисты здесь на Красной площади. И члены коммунистической партии, активисты, депутаты Госдумы. Такое мероприятие очень важное для детей. Ну, на самом деле, действительно хорошее, доброе мероприятие. Комсомольцы здесь тоже активно участвуют, помогают. Ну, некоторые детишки, конечно, совсем маленькие. Стоят ветераны. Сейчас еще будет концертная программа. Тоже дети будут показывать различные номера свои. Музыкальные, танцевальные. Եվ այն Ռուսաստանը, որը ձգտում էր դեմոկրատիայի, որ այսօր քանդման եզրին է կանգնած, տեսա, որ սոցիալիզմից այնյան տարբերակ չկա։ Միգուցե մենք էլ արթնանանք, հիշենք մեր լավ օրերը եւ կառուցենք նոր սոցիալիզմ, նոր Հայաստանում, առանց սահմանադրությունը փոխելու, Նիկոլ, առանց սահմանադրությունը փոխելու, որը ի վնաս է Հայաստանից Հանրապետությանը եւ ընտրված միթոմ ընդդիմություն։ Հələ դուք փորձեք սահմանադրությանը աջակցեք, որ էսի փոխի։ Խնդրեմ տեսեք։ Что Сталин сделал для СССР? Создание ядерной бомбы, победа в Великой Отечественной войне, ликвидация безграмотности, наши первые в космосе, прирост населения страны.
коммунизм в 91 году без боя умер, и сейчас ни одна бывшая республика не хочет обратно. А вы, дятел, от имени республик почему говорите? Кто дал полномочия? Значит, я вам докладываю, что для этих вот негодяев специально по опросам общественного мнения про правительственных центров изучения общественного мнения, у нас других и нет, 64% поддерживают Ленина в России и столько же примерно Советский Союз. Это не трындите здесь. Ну и плюс вот сгоняйте в Китай, придите там к мавзолею Мао Цзэдуна и там скажите китайцам: коммунизм ваш умер. Но только потом не говорите, что я вас не предупреждал. Сядете. Ну, если фейс еще перед этим китайцы не начистят, а так да. Да, скажите им, что вы китайцы, занимающие первое место по ВВП сейчас в этой самой, на планете Земля есть такая. Вот и вы им скажите, что у вас все умерло и так далее, а у нас в России все процветает. Особенно на заправках, да. Հիմա ինչ վերաբերում է մեր քայլերին, մենք դիմումը քաղաքապետարան գրել ենք, սպասում ենք թույլտվությանը եւ անելու ենք 1 ամսյա ակցիա, ծանոթություն ձեզ հետ, մեր հայրենակիցների հետ, ինչու ոչ, եթե մասսալ լինի, նաեւ կանենք փողոցային քայլ երթեր, խաղաղ, թավշյա Նիկոլ, թավշյա, ասում ես թավշյա չի լինելու, թավշյա է լինելու։ Եվ ամեն ինչ այդում է իր հունով, տեսնենք ինչ ենք անում մենք այս մի ամսվա ընթացքում։ Իրադարձությունները կթելադրի ժամանակը։ Լավ եղեք, ամուր եղեք, այսօր այսքանը։ Հույսով եմ կհանդիպենք, գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայոց առաքելական եկեղեցին։ Աստված բոլորիս պահապան, սիրելի բարեկամներ, ամեն ինչ լինելու է գերազանց։ Ստեսություն։